Բան, որ հիմա հնարավորություն է տրվելու Անժելա ջան, Մենք խոսենք վերջում, ամենավերջում երկու հարցեր ունեմ, դուք ունեք պատասխանը, մենք այսպեսին ենք եղել մեր մեծամասնությունը ժողովրդի, թե հիմա ենք այդպեսին դարձել, որ շարունակում ենք մնալ մեզ նվաստացնողի, սպանողի, ծախողի, հանձնողի, ես ողորմելի հարբեցող ծաղրածուի, ազգակործան պատոհասին, համենայն դեպս չասեք մենք չենք ուզում մնալ, եթե ինքը շարունակում է մնալ, սերունդը, որը պայքարեց եւ հաղթանակ բերեց, այդ սերունդը այդ հզոր արժեքներն էր կրում, այն ժամանակ Հակոբ Մովսեսի պես տրյապկեքին իրավունք տրված չէր, որ հելնեն անվանարկյան գրողներին, դուք տեսեք ինչ է կատարում, սա էլ Ամոս Սահյանա ծաղրում, բանաստեղծություններ Շիրազը իմ սուրբ հայրենիք դու սրտիս մեջ ես, այդ բանաստեղծություններով մենք ապրել ենք, իսկ սրա համար սա ծաղր է։ Հիմա սա որ գալիս թավալվում, այսինքն գրողների շեմին փրված փալասը։ Եվ սա ինչ եմ այս կերպարով ասում, որտեղ այս կերպարներին թույլ չէին տա կայանալ, լինել, ծաղկել։ Սա ծպտված մնաց Հակոբ Մովսեսիկները եւ հիմա այդ նույն ինչ են մյուս դրամաշորթի անունը։ Դրանք բոլորը այսպես այո, դրանք բոլորը այսպես միաձուլվեցին, որտեղ իրանց միավորում է լափը։ Փողը, լափը, այդ մյուս բաները, սա, և նաև սրիկայության աշճանը նայեք, ասանք եթե մորևէ մեկ ազնվություն ապո ինձ եղել, բայց նա ազնիվ, ինչով ազնիվ, որ սպասում էր Դավիթ Հովհաննեսը մահանա, որ կարենա Հրաչյա Հովհաննիսյանին էլ կոպտի, անվանարկի, վախում էր Դավիթ Հովհաննեսը, որ ողջ էր, սրա նոնսենս էր ասում էր Հակոբիկին, ասում էր Հակոբ նոնսենս, հիմա այն նոնսենս, սրիկա, բայց չես ամանչում դու արա, սպասում էիր Հակոբ բանը, Դավիթը մահանա, նոր Հրաչյա Հովհաննիսյանին էլ, բա ողորմելի փալաս, եթե դուխը չի երիկում, լրվի էլի, սուս մնա գնայեք, կնիկը թող շարունակի ափսեները գլխից ջարդել, դա իր վկայությունն է, ասում է, կնիկս ափսեները տալիս է գլխից, դե որ տալիս է գլխի անգելով ես, որևէ փալասի, որևէ կին չի կարա ընդունի, եթե տղամարդու ֆորմով քացը ուզում է որպես տղամարդ ներկայանա, կինը իհարկե ափսեները գլխին կջարդի, եւ դա այդպես էլ տեղի է ունենում, եւ այդ կերպարները այն ժամանակ չկային, հիմա այս կերպարները արդեն ներկայանալի են, ոմանց համար նաեւ ընդունելի, եւ այն դրամաշորթն էլ համեմատությունը անում Հրանտ Մատեոսյան հսկայի հետ առանց ամանչելու, ես գոնե ուզում եմ հավատալ, որ նա, քանի որ գրականությանը դասընթացների անցել իմ ընկերոջ հետ, Աշոտ Խաչատրյան բանաստեղծի հետ, վստահ եմ, որ որոշ չափով հասկանում է, որ Հրանտ Մատեոսյանը ուր, ըստ Գոյանքը ուր, սա ինքնական մեկ էլ փռվել է գրողների միության շեմին, այն գրողների միության, որի համար ասում էր, սա ավելորդ կառույց է, դա ասում էր այդ նույն Հակոբիկը, որ դա ավելորդ, բայց ես գնում եմ նախագահության նիստին, ինձ շուտ է հայտնված լինում, այսինքն բայ Գոյանք, այդ բանի հրապարակի համար ուրիշ խոսք ունես ընդեղ եւ գալիս է մրցանակները մուրում Հայաստանի գրողների միությունից, բերում է իր, չգիտեմ, ծանոթ բարեկամների, որ ընդեղ առաջարկեն ասեն մրցանակ տվեք էլի Հակոբիկին այդ բանը, արամոտ մեղք է կարա ուղակի դուք ողորմելիներ, չգիտեմ ձեզ ինչ ասեն, գետնակարշություններ։ Ամոս Սահյանի ոտերի տակից դուրս արի արա, Հրանտ Դավթյանին էլ է։ Տեսեք, հիմա արդեն ասում են, որ ցայտնոտ է իրենց մոտ, ամեն դեպս իրենք հակասահմանադրական հակաօրինական հայտարարություններ են անում, մենք թույլ չենք տալու սա լինի, մենք թույլ չենք տալու, իմիջիալոց Արա Վարդանյանը շատ լավ բան ասեց այստեղ, ասում է, սենց այսպիսի բանով է տեսել, տարել են երկիրը հանձնել են, ասում է հիմա էլ հերթով կանչում է Պետրոսյան մեծագլուխը հմեկ, ասում է բանը, կարաք դուք բերեք, ո՞նց եք բերելու հետ Արցախը, ո՞նց եք, ասում մեկը չկա հարցնի, այդ տղա, այդ ո՞նց տվեցիք, որ տալու մասին ոչ մեկ չի խոսում, բոլորը մոռացել են երկիրը հանձնել են սրանք, տապալ է կործան է ցեղասպանության են հասրել, հիմա կանչում ասում է, բա ո՞նց եք հետ, դե ասում է, աշիկը վտես վրա է տալի, որ ժողովուրդը ասի, հա լավ, ինչ որ ուզում են հետ բերել պատերազմ կլինի, բա մենք ձեռք քաշենք, ես վաղուց այդ թմեկը չեմ նայում, խորհուրդ եմ տալիս մարդկանց չնայեն, համացանցում տարածվող բաներ ես էլ եմ տեսնում, ուզեմ թե չուզեմ, բայց ես մի նկար տեսա, որ տարածվել էր համացանցում, այդ Պետրոսի անունը որ տվիք, այսպես բաներ արել, հորիզոնական դիրքեր ընդունել, բաժակը մեկնել էր Սերժ Սարգսյանին։ Հայտնի նկար է։ Ահա, բայց ես սա որ տեսա, ասի, այ մարդ Չեխովի հերոսներից է, եւ Անտոն Պավլովիչը եթե լիներ, կարծում եմ այդ կերպարը հերիք էր, որ ինքը կարողանար մի նոր իր հրաշալի Հիմա դուք կասկածում եք, որ ասենք Սամվել Կարապետյանը կամ այն մյուսը Քոչարյանն մյուսը գան իշխանություն նույն բանալնելու։ Չեմ կասկածում։ Նույն բանալնելու, նույն ինքը ասել է։ Ես երազում ամեն օր ձեզ տեսել եմ, ուղղակի բարձրաձայն չեմ ասել։ Ես մի բան չեմ հասկանում, արժանապատվությունը, որ զոհում են, դրա փոխարեն ինչ են գտնում։ Այդ ամեն ինչ, բայց փողը արժանապատվություն չի կարա բերի։
Չի կարա բերի, չնայած Իսահակյանն էլ ասում էր, որ չգիտեմ, Պորնիկին կույսա սարքում է, սա անում են, արա դետի ձև են տալի թե սարքում է։ Բոլորն էլ գիտեն ով ինչի է ընդունակ։ Երկին էլ այնքան փոքր է, հիշում եմ առաջին էջում իր նկարը գրել ինչ որ բաներ գրել հայկական ժամանակում Նիկոլը, այդ օրը նույն հեռուստաընկերությունում ենք, տեսնեք ինչ էր ասում նրա Նիկոլի հասցեին նա, սրանց համար ինչ Պետրոս էլի, ինչ վերջին հայյանքով, վերջին բաներով դրա Գիտեք, հիմա խոսում եմ եւ ասում եմ, հլա տեսեք, իսկապես սրանց ոնց հաջողվեց հայ մեծերին, այդ հսկաներին շրջանցել, ուրանալ ժողովրդին, ասել չունես դու ոչ որպեսի հանկարծ իրենց պստիկությունը չերևա։ Որևէ ոլորտում սրանց, եթե նայեք անգամ սպորտը, հիմա գնացեմ ուրում եմ, որ Հենրիկը գա հավաքականները, Հենրիկի մայրը պատանիների առաջնություններն էր կազմակերպում եւ շատ հաջող, բայց դուք անգամ պստիկ, քենախնդիր գոյանքներ եք, որ ինչա իրանք արժանապատվորեն, ես այո, նույն Լևոնը, բայց հետո ասում են ինչն էր այդ արքեր, ասում են Լևոնը սպառվել է, Լևոնը գնաց չեմպիոնության վրա 15-20 տարի լավագույն տասնյակի մեջ եւ հիմա էլ տասնյակի մեջ է եւ տեսեք մենք ինչ անուններ ենք կորցնում, որտեղ մենք պետք է այդ առյուծներին օտարելով նապաստակներ, կռիսներ բուծենք, ի՞նչ նապաստակ։ Կռիսներ են բուծում։ Ճիշտ է ասել։ Ռազմիկը ոնց սխալ բան կասել։ Աղբանոցի կռիս են ասում էր։ Հետո էլ օտարները աղբանոցի կռիսի հոտով են իրանց գտել, հատուկ են գտել։ Իմիջիալոց հիմա անունը տվեցիք, ինքը ամեն ինչ արեց, որ վերականգներ պետական մրցանակները այն ժամանակ։ Բոլորը դեմ էին, հետո բոլորը կռվում են, որ ստանան, չէ՞։ Ահա, հիմա, բայց ի՞նչն է հետարքիր։ Դա իսկապես էլ շատ լուրջ ներդրում էր մեր մշակութային կյանքում, որովհետև եւ նկարիչներ եւ գրողներ եւ այսպես տարբեր ոլորտներ սկսեցին մրցակցությունը նորից գա։ Սրանք այս ԿՊ-ի կռիսները եկան դրանք ամեն ինչը վերացրեցին, որովհետև իրենց պետք չի երկիր ունենալ, Հայաստան ունենալ, Հենրիկ Մխիթարյան ու Արոնյան ունենալ, իրենց դրանք պետք չեն։ Իրանց ինչ էր փող տալիս, սա իրանց չէ։ Անուն ատա, իրանց անուն պետք չի։ Իրանք Էրդողանի յետիմները Սորոսի ճտեր են, որոնց համար հայկականությունը որ ազգային բառը խրտնեցնում էր, չեն գացած մաքրելով, ջնջելով, ինչ որ հանձնաժողով էին, չեն հակահայկական երևույթներ կան։ Ընկել էին ազգային աստը գրած ազգային գրադարան, ես շուտ հանեք արա, հանրային գրա, էսի հանեք արա, ինչ է կանգ։ Հաճիկ իրենք իրականում են որ ասում են թշնամին աղբի հոտը, որտեվ սրանց մամաները, պապաները կարող է ուրախանալ մեր տղաները, այս հիմա իշխանության են, չգիտեմ, էս են, ես ժամանակ առ ժամանակ Մանա ուրախանում է ժողովրդի վրա տկողում, հա։ Տկող հայյանքի մատերը պարզած։ Վերջը չասեց այդ մատերը ինչ է։ Դե ասեց, տոնախմբություն է ինչ որ աֆրիկյան չէ, հա, իրանց համար դա է։ Իրանք պիտի անընդհատ հիշեն, որ թշնամին թուրքը իրանց աղբանոցի հոտով է գտել, ասենք կարմիր գիծը, ասելա մամայի տես ինչ բանը կանես, հա, քրոջդ կանես, հորդ, մորդ, գերեզմանը, հայրենիքը եւ այլն եւ այլն։ Այսինքն այս պղծության հոտով է, էլի, այս բոլորին գտել, իմիջայլոց, ինքն ավակ սերնդի մեջ էլ էլի հիմա այս մարդկանց անունները չէ մենք տվեցինք դուք գրողի ես ինչա լրագրողի անուն չգիտեմ ինչ իրանց կյանքի են գիտակից շրջանը միշտ հեգնանքով են խոսել ազգային ամեն ինչի մասին ավանդական ես հիշում եմ որ այդ մեծագլուխը միշտ ինչը որ հայկական էր ավանդական իրանք զզվանք ու խորշանք ունեն այսինքն պատահական չի որ այդ կովազգին հայտնվել է այդտեղ սրանց մեջ պատահական չի իրանք sense լավ այդ աղբի բույրով հակազգային գարշելի նկարագիր ունեցող մարդիկ sense իրար լավ դե հիմա հնարավորությունը կա հիմա ես տեսնում եմ ուժեր են միավորվում հիմա տեսնում եմ եւ նաեւ զգուշացնում են հիմա շատերին ասում են Նիկոլենք արդեն միլիարդներ ունեն կթռնել ամիշ կանեն այդ հիմակիցները պիտի սթափ